Սիրելի պայքարի ընկերներ, հայեր, եղբայրներ ու քույրեր, 1992 թվականի ապրիլյան գարնանային մի գեղեցիկ առավոտյան Գարալավարում ստացած արաբերեն թերթի առաջին մեծատիր էջում մի ամմորանալի նկար էր տվակրված։ Հայկական մի սպիտակ ինքնաթիռ արդիվ, վրան մեծատարով դրոշմած Հայաստան, բատկո ընդունելությունների ամբիոնին կանգնած Հայաստան Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և արտաքին գործերի նախարար Ռաֆ Հովհաննիսյանը։ Նրանց կողքին առաջին մեդական այցով էին Արցախյան ազատամարտում հաղթանակած Հայաստանի առաջին անկախ կառավարության անդամները, հայոց քաչալի բանակի սպաները։ Դիմավորողներին գլխավորում էր Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը, մի քանի օր առաջ միայն այդ հայասեր և իր ռազմաօդային ուժերը վայր էին գցել թուրքական մի ինքնաթիռ և Արաքշյան կամից տվայրը կատարած այցին Հայաստանի նորընտիր նախագահը արժանում է իր համաժողովրդական բարայեք ընդունելությանը։ Ամբողջ աշխարհից հալետ ժամանած հայերը պատերազմում հաղթանակած Լևոնին նստացրեցին ոսկեբատկահին նվիրված սպիվի կողմից։ Մի ամբողջ տասնամյակ օտար գայնավայրում հայերեն խոսենից մոռացված բազմաչարչար ազդամարտից համար անասել էին այն արդյունքները, որոնց ստեցին գլորվել զարմանք պատճառելով իմ շուրջը հավաքված օտարազգի հաղթանակներին։ Նահարկած չէ միայն այլուսով այլ